մեծ հրաշքից խանդավառված մարդկանց մեջ ուրախություն և ցնծություն էր տիրում այդ ժամանակ, ամեն ոք գոհություն էր հայտնում ամենակալ Աստծուն, նրա կատարած աննկարագրելի հրաշալի հայտնության համար։ Այդ օրվա և ժամանակի պատրիարք Ուրեղը այս հրաշքին ականատես լինելուց հետո հարկ է համարում պաշտոնական նամակ գրել Կոստանդինոս Եգոր կայսրին ներկայացնելու և նկարագրելու համար տեղի ունեցած հրաշալի Սուրբ խաչի երևումը։ Ուրեղ եպիսկոպոսը պաշտոնական այս նամակով ցանկացավ համոզել կայսրին, շատ կարևոր է, համոզել կայսրին, որ նա հատկապես հեռու մնա և չպաշտպանի արիոսականներին, աղանդավորներին, որ առաքյալների կողմից հաստատված ուղղափառ եկեղեցու դավանության հակառակորդներն էին, և որ նա կայսրը կրկին հետևի Երևան Սուրբ խաչի ճշմարիտ հավատին և ուղղափառ դավանությանը։ Այստեղ մեջբերում ենք Սուրբ Ուրեղ Երուսաղեմացու պատրիարքի պաշտոնական նամակից հետևյալ ուրեմն ուղղված այս կայսրին ասում է, որ Աստված քեզ և քո թագավորությունը սիրեց և օրհնեց, հրաշալի Սուրբ խաչի երևումով հայտնություն տվեց քեզ, քանի որ աստվածասեր և երջանկահիշատակ հորը Կոստանդինոսի ժամանակ Աստծո շնորհով փրկչական Սուրբ խաչը գտնվեց Երուսաղեմում։ Իսկ քո թագավորության ժամանակ Տեր բարեպաշտ թագավոր, ոչ թե երկրի վրա, այլ երկնքում զարմանալի հրաշքներ տեղի ունեցան, որովհետև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Աստծո միածին որդու մահվան դեմ տարած հաղթանակի նշանը երանելի Սուրբ խաչը լուսավոր ճառագայթներով երևաց Երուսաղեմի երկնակամարում։ Այս մեծ հրաշքի շնորհիվ շատերը մկրտվեցին Քրիստոսի անունով, իսկ Սուրբ Ուրեղ Երուսաղեմացի պատրիարք այս հրաշքը եկեղեցական տոն դարձրեց և մինչև այսօր խաչի տոներից մեկն է համարվում և հիշատակվում։ Երևան Սուրբ խաչին նվիրված հայ եկեղեցու շարականը հետևյալ տողերն է և բնութագրում է երգեցողությամբ հետևյալ նախադասություններով։ Այսօր երկնքից երևաց հաղթական նշանը Տեր և ողորմության լույսը ծագեց հեթանոսների վրա։ Երանի թե այսօր Հայաստանում այդ հրաշքը լինել, անկեղծ եմ ասում։ Այսօր հավաքված բազմությունը տեսավ խաչի լույսը ճառագայթներով զարդարված, Սուրբ խաչի երևման հետ Քրիստոս Աստված, այսօր Երուսաղեմ քաղաքում մեծ փայլ ստացավ։ Աստվածային քո նշանի լույսի ծագումով, որպես լուսավոր ճառագայթ, շատ մեծ բազմություն ականատես եղան Տեր։ Քրիստոս Աստված ամենահատ խաչի զորությամբ, որ մեզ տվեցիր որպես օգնություն, չարի դեմ պատերազմելու, թշնամու դեմ հաղթանակելու համար։ Սիրելի քույրեր և եղբայրներ, Պողոս առաքյալի գաղափարներին ուղղված նամակից հետևյալ հատվածը կարդանք։ Քրիստոս մեզ ազատեց օրենքի անեծքից։ Ինքը մեր տեղը անեծքի առարկա դարձավ, որովհետև օրենքի գիրքը մեզ գրում է ասելով. անիծյալ է նա, ով փայտից է կախված։ Քրիստոս խաչին գանվեց, որպեսզի բոլոր ազգերը Աբրահամի խոստացված օրհնության արժանը լինեն Հիսուս Քրիստոսի միջոցով, և մենք նրան հավատալով խոստացված Սուրբ Հոգին ստացանք։ Սիրելիներ, եկեք մի պահ մտածենք Պողոս առաքյալի գրած այս տողերի մասին և մի պահ պատկերացնենք այս ասված բառերի իմաստը և մի պահ ապրենք այս նախադասությունը և մի պահ մոռանանք մեր կյանքում տեղ գտած մտահոգությունները և զգանք Քրիստոսի կենարար զորությունը։ Ուրեմն, խաչը Քրիստոսի ժամանակ
տանջալից և ամոթալի մահապատիժ է գործիք են համարվում։ Մեր փրկչի խաչելությունից հետո դարձավ ամբողջ մարդկության Տիրոջ կատարած մեծագույն զոհաբերության խորհրդանիշ։ Այս առումով խաչի բոլոր 4 մասերը փրկություն պարգևեցին աշխարհի բոլոր 4 կողմերում։ Խաչը մարդու կյանքում ճշմարտության և արդարության ուղեցույց է, քանի որ խաչով մեզ հայտնվում են Աստծո ոչ միայն սերը, ոչ միայն Աստծո սերը, այլև Աստծո արդարությունը, և իրապես Քրիստոսի խաչը հենց Քրիստոսի ինչն է, ուսմունքը։ Խաչը, որ համարվում էր անարգանքի նշան, Քրիստոսով խաչը ճշմարիտ կյանքի ուղենիշ դարձավ։ Խաչն այն միակ խորհրդանիշն է, որ մեզ փրկության վահանով զինեց և մենք մինչ օրս մեզ համար դարձավ հզոր ապավեր։ Խաչը իր խաչալով հավիտենական կյանք պարգևեց մեզ։ Քրիստոսի սուրբ խաչի լուսավոր պատկերը, որ երևաց Երուսաղեմում և լուսավորեց այդ օրվա բոլոր հավատացյալների սրտերը, մեզ վստահեցնում է, որ նույն այդ տերունական խաչը ամեն օր և ամեն ժամ երևում է մեր սրտերում և մեր հոգիներում։ Տեսնողը չկա։ Ուրեմն մեր պարտականությունն է սուրբ խաչի այդ լույսը փոխանցել ում։ Փոխանցել մյուսներին, մեր նման մարդկանց, որ նրանք էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչի փրկարար լույսով լուսավորվեն։ Սիրելի հավատացյալներ, այլևս ոչ մի օրենք, ոչ մի ուժ չի կարող մեզ հեռացնել Տիրոջ սուրբ խաչից։ Խաչը մեր պապերը պահպանեցին և որպես ժառանգություն մեզ փոխանցեցին։ Այն սուրբ խաչը, որ մեզ զորացրեց թշնամու հարձակումների ժամանակ և վերստին ծնունդով հարություն պարգևեց ազգովի։ Այսօր այդ խաչով է, որ մենք շարունակում ենք մեր դժվարին և դժվարին ընթացքը։ Այդ խաչով է, որ պայքարում ենք հասնելու արդարության։ Խաչն է, որ մեզ ապավեն զորություն, հավատարիմ մնանք սուրբ խաչին և խաչալին ու համայն մարդկությանը ցույց տանք, թե ինչպես պիտի հավատարիմ լինել Հիսուսի և իր խաչին։ Ինչ է ասում խաչի մասին մեր Տեր Հիսուսը։ Եթե մեկը ուզում է ինձ հետևել, թող ուրանա իր անձը և ամեն օր իր խաչը վերցնի և քայլի իմ հետևից։ Քրիստոսի պատգամը սա է ուսուցանում։ Մեր անձերը ուրանալ և խաչը վերցնել և գնալ իր հետևից, այսինքն, թե անձնական շահերը մի կողմ դնելով ծառայենք հավաքական շահերի համար։ Հայերի մոտ սա չի աշխատում։ Անձնական շահերը մի կողմ դնելով ծառայել հավաքական ազգային շահերի համար։ Քրիստոսի այս խոսքերը մեզ ցույց է տալիս, որ խաչով մենք կարող ենք հեռացնել անձնասիրությունից, հեռանալ եսասիրությունից և բոլոր տեսակի մոլություններից, որոնք մեզ հեռու են պահում Քրիստոսի պարգևած և տված իրական արժեքներից։ Խաչը վերցնել և գնալ Հիսուսի հետևից նշանակում է հեռու մնալ ժամանակավոր սին, կուչ, սուտ, կեղծ, բոլոր տեսակի արժեքներից, նպատակներից և գաղափարներից, ինչը այսօր ցավոք սրտի լեցուն է։ Խաչը վերցնել և հետևել Քրիստոսի նշանակում է հավիտենականին ձգտել և Աստծո խոսքով ապրել և ապրել։ Որքան էլ որ խոսենք խաչի մասին, խոսքերը բավարար չեն նկարագրելու և բացատրելու Քրիստոսի խաչի ամբողջ և ամբողջական մեծ խորհրդի մասին։
մեզ մնում է աղոթել ամենակալ Աստծուն, խնդրելով նրա մեծ ողորմությունը ազգիս հայոց, որպեսզի մենք էլ նրա միածին որդու խաչով զինված եւ զորացած համբերությամբ տանենք այս աշխարհի ու մեր կյանքում տեղ գտած ժամանակավոր եւ շատ սահմանավոր փորձությունները եւ դժվարությունները։ Երևան Սուրբ Խաչի առիթով եկեք բոլորը սիրելիների ի սրտե աղոթենք Աստծուն ասելով. Քո Սուրբ Խաչը թող մեզ ապավեն լինի, Տեր Հիսուս, երբ երևաս հոր փառքով, լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք քեզ հուսացողներս երբեք չենք ամաչի, այլ քո մեծ զորությամբ ուրախանանք քո աջ կողմում իբրև լուսոր որդիներ, իբրև ցերեկվա զավակներ, Իրոց սերը, Իրոց շնորհը, առատություն այս շնորհների Սուրբ Խաչի զորությամբ, պահպանությամբ թող լինի մեր ազգի վրա այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն